Հալելույա։ Փառք մեր Տիրոջը։ Աստված օրհնի սիրելի եկեղեցի, Տերը քեզ շատ օրհնի, դու շատ ճիշտ տեղում ես։ Եթե մտածում ես այսօր իմ գալը պետք էր, բայց կարա էր պարկեմ հանգստանամ, ասեմ պետք էր։ Երբեք եկեղեցի գալը մի համեմատի ոչ մի բանի հետ։ Եթե իհարկե շատ ծայրահեղ իրավիճակներ չեն։ Բայց այնուամենայնիվ փառք Աստծո, որ դու այստեղ ես, ուրեմն այսօր պետք է որ դու լիներ այստեղ։ Շնորհակալ ես դրա համար։ Փառք տուր Աստծուն, շրջվիր կողքինի, ժպտա, մի հրաշալի խոսք ասա ու կարող եք նստել։ Տերը օրհնի ձեզ երեխեք ջան։ Մեր Աստված հրաշալի Աստված է։ Քաղցր, բարի։ Մենակ դրանով սահմանափակվում է եւ մեկ-մեկ կարող է բարկանալ։ Նրանք, ովքեր որ ծնողներ են, շատ լավ կհասկանան, երբ որ իրանց զավակները մի փոքր, այստեղ մի քիչ փոքր չափեր կան, անցնում են, ծնողն անպայման կբարկանա, չէ՞։ Փառք Աստծուն, փառք Տիրոջը։ Դու այստեղ ես։ Հալելույա։ Ես ուրախ եմ, որ դու այստեղ ես ու այն խոսքը, որ Աստված սրտից մեջ դրել է, մենք իրար հետ որոշ աստվածաշնչյան տեղեր կուսումնասիրենք, բայց կարևորը, որ դու հասկանաս խոսքի խորությունը, իմաստը։ Թե չէ Աստծո խոսքը ինչ ասում, գիրը սպանում է եւ հոգին ապրեցնում։ Իսկ մենք եկել ենք, որ մեր հոգիները ապրեցնենք, ոչ թե գիրը կարդանք, կարող է միտեղ գիրը ինչ-որ քեզ կպնում է քո անձին, բայց նպատակը նա չի, որ քեզ վիրավորի ու քեզ նսեմացած ուղարկի։ Պարզապես խոսքը վերաբերվում է նրան, որ երբ որ խոսքը քեզ կպնի ու ինչ-որ բան քո մեջ նեղություն, անհամաձայնություն կառաջացնի, ես գիտեմ հետո լավ է լինելու, որովհետև Աստված երբ որ դեղում է, հետո յուղում է։ Յուղը իրակացնում է, բժշկում է, ազատագրում է, եւ քրիստոնյան կանգնում է Տիրոջ առաջ այնպես, ինչպես որ ոչ թե մենք ենք ուզում, այլ ինչպես ինքն է ուզում։ Գիտեք, այնքան թյուր կարծիք կա ինչ առումով, երբ որ մարդիկ ուզում են, որ Աստծուն օգտագործեն իրանց սեփական կարիքներին, սեփական կապրիզներին, սեփական մտածելակերպին, անպայման ինչի պիտի Աստված այդ ձեր ուզածը իրականություն դարձնի, բայց երբ որ Աստծո խոսքի մեջ խորանում ես, խորացնում ես քո Աստծո հետ հարաբերությունը, դու հասկանում ես, որ իրականում պարտվել ամենալավագույն նշանն է։ Պարտվելը ամենալավագույն բանն է Աստծո հետ եւ ասում ես Տեր եւ ոչ թե ես, այլ որ դու իմ մեջ որ բնակվում ես։ Ու սկսում է Սուրբ Հոգին քո ներսից քեզ հետ աշխատանքներ տանել ու սկսում է մեր կյանքի պատերազմները։ Երկու կարևոր բևեռներ, մեկը եսն է, մեկը Տիրոջ Հոգին։ Տիրոջ Հոգին ուզում է մեր մեջ բան փոխի, մեր եսի հասկացողությունը սկսում է մարտնչել, չհամաձայնվել, չհամակերպվել, որովհետև ես սենց եմ սովոր։ Ինձ մեկը սենց բան ասեր, գիտես ում ես ասում այդ բանը, Աստծուն։ Համաձայն չես, որ խոնարհվես, ասես Տեր, ես համաձայն եմ։ Որովհետև այսօրվա խոսքի թեման հենց համաձայնության հետ է կապված, հնազանդվելու։ Մի պատմություն է Մատթեոս ավետարան 7-րդ գլխի 24-27 համարները։ Արդ ամենով ոք, ով լսում է իմ այս խոսքերը ու դրանք կատարում, կնմանեցնե մի իմաստուն մարդու, որ իր տունը կառուցեց ժայռի վրա։ Տեսեք, այս ամբողջ նախադասությունը բերեց նրան, որ ով որ լսի ու հնազանդվի, ինչ կդառնա, իր տունը կկառուցի ժայռի վրա։ Գիտեք, ժայռը դա այն հիմքն է, որը որ ցանկացած աշխարհում շինությունները կատարում են համապատասխան ձևով։ Ինչպես, օրինակ,
մեծ շենքեր, որ կառուցում են, ես իմիջիայլոց աշխատել եմ հենց այս հողագործության մակարդակին, որը կոչվում է կատլավան, ռուսերեն բառ է դա կատլավան, բայց հայերենում այսպես է թարգմանված, շինարարական տերմին է, որը նշանակում է հողի մեջ փորված մեծ խորփոս կամ հորատեղ, այսինքն իրանք շատ խորն են իջնում, այն հատուկ նախատեսված է շենքերի, տների, լողավազանների կամ այլ կառույցների հիմքերը կառուցելու, դնելու եւ ամրացնելու համար, այսինքն հասկանալի է, չէ՞, ինչ է նշանակում կատլավան, ինչ է նշանակում խորը հիմք, ինչի համար են այս ամեն ինչ անում, մենք նորից Ղուկաս ավետարանից մի տեղ կկարդանք, ուստեղ շատ պարզ ասում, բայց միջև այդ պարզեցումը ասեմ հիմնականում որն է, շենքը, որ ճարտարապետները որոշում են, որ այդտեղ կառույց լինի, մեծ այն էլ, իրանք շատ խորը իջնում են, քանդում են, հասնում են այն աստիճանի, օրինակ մի հատ պարզ լավ օրինակ բերեմ, մեր շենքը, որ մենք քանդում էինք, ասեմ մենք ավել չկարողացանք գնանք, որովհետև ժայռ էր, հիմա սենց ավելի պատկերավոր ասեմ, Էդգարը չէ, ավելի շատ Աննայի ուղղությունով այս մասը գտնվում է ամբողջությամբ ժայռի վրա, իսկ այս մասը գտնվում է կառույցի վրա, որպեսզի հիմա հասկանաս, թե ինչն է իմաստ այս խոսքի, խոսքն ասում է իմաստունը լսողը հնազանդվողը իր տունը կառուցեց ժայռի վրա, Հոբի գիրքը ասում է արծիվը իր բույնը դնում է ժայռի ժանիքների վրա, այսինքն իրանք բնազդաբար հասկանում են, որ ժայռը դա իրանց ապահովության վայրն է, որ ինչ էլ որ կատարվի կամ ինչ էլ որ կատարվում է, իրանք անսասան են, որովհետև իրանք հիմնված են ժայռի վրա եւ այդ ժայռը հենց Հիսուս Քրիստոսն է, սիրելի եկեղեցի։ Եվ իրանք խորանում են այնքան, ուտեղ աշխատում են եւ երկրաբաններ եւ սեյսմոլոգներ, երկրաշարժի մասնագետներ, այնքան են իջնում, որ հասկանում են հասնեն գրունտին, եթե ժայռ չի։ Բայց այն ժամանակ, որ ես որ աշխատում էի միտեղ, չեմ անունը տալիս, որովհետև միգուցե գովազդի տեսք ընդունեմ, բայց հիմնականում հետաքրքրությունը ինչն էր, որ իրանք այնքան խորացան, որ մենք հասանք ժայռի ու մեզ ասեցին, ստեղ պիտի արդեն մեծ փոս փորվի ու սկսի աշխատանքները, ուտեղ ասեմ միջև 17-18 հարկանի շենքա բարձրացե։ Ինչի համար, որովհետև հասան այն հիմնանպատակին, որը որ հիմքն է, եւ այնտեղ կառուցվում է այնպիսի բաներ, որը որ հետագայում ինչ էլ որ կատարվում է, ինքը խնդիր չունի։ Տեսեք, երբ է մեր ավարտական ակտը գրվե, այս շենքի կառուցման օրվանից միջև առեսօր, ինչ եք կարծում, ինչքան երկրաշարժներ ու ինչքան դժվարություններ է եղել, բայց դուք լավ տեսնում եք, որ ինքը կանգնած է, կայուն է ու դեռ գնալու է երկար ժամանակ, ինքը ամուր է, ինչի համար, որովհետև մենք օգտագործել ենք բոլոր համապատասխան կանոնները, ինչը թույլ է տրվում շինարարության մեջ։ Հիմա շատերիդ մոտ կասես անցած անգամ շինարարությունից են խոսում, այս անգամ շինարարությունից, բայց սա կարելի ասած Էդգարին ոնց որ շարունակական է, բայց միտքը նույնն է։ Ես ուզում եմ քեզ հասկացնել տալ, որ այս խորություն բառի վրա մենք մի փոքր ուշադրություն դարձնենք։ Տեսել եք ու գիտեք, որ Հիսուսը պատմեց սերմնացանի առակը, չէ՞, ասում է սերմնացանը դուրս եկավ սերմը ցանելու։ Սերմերը որտեղ ընկան, տարբեր տեղեր, չէ՞։ Մեկը սերմ արմատ չուներ, մեկը փշերի մեջ ընկավ, մեկը խորություն չուներ, իսկ նրանք ովքեր որ ընկան պարարտ հողի մեջ, նրանք պտուղ տվին։ Սիրելիներս, Հիսուսը ստեղ պատմության մեջ շարունակում ասում է, երբ որ ջրերը կգան,
անձրևները, գետերը կբարձրանան։ Պատկերացնում ես ավազի վրա շինությունները ինչքան արագ են քանդվում։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ բոլորս ականատես եղանք դեպետ երբ որ բարձրացավ, ինչ տեղի ունեցավ։ Բավականին շինություններ քանդվեց, բայց բավականին ճիշտ գրիտ կառույցները մնացին անսասան։ Թեկուս իր հետ որոշ բաներ մաքրեց, լվաց, տարեց, բայց հիմնականում շենքը չփլվեց։ Բայց որ բանը կառուցված էր ոչ հաշվարկային մեթոդներով, դրանք բոլորը քանդվեցին։ Սիրելիներս, մեր կյանքում նույնպես լինում են նմանատիպ իրավիճակներ։ Հիսուսը չասեց մեզ, որ եթե դու հավատքի գաս ու կառուցես ժայռի վրա, քո տանը ոչինչ չի լինի։ Հիսուսն ասեց, նա ով որ կլսի խոսքը եւ կհնազանդվի, նրա հետ ոչինչ չի լինի, որովհետեւ բոլոր դեպքերում ալեկոծությունները, փորձությունները կգան։ Թե նայած դու ոնց կկանգնես, ինչպես կդիմակայես, այդ հարցը հետագայի համար, թե դու ոնց դրան այդ մարտահրավերին կդիմավորես։ Բայց միջև այդ մարտահրավերը դիմավորելը սիրելիներս մենք այնքան բան ունենք անելու, սովորելու, որ մենք մակերեսային հոգևորից տեղափոխվենք խորը քրիստոնյաներ, որովհետև խորացող մարդը ինչ որ մի բան գտնում է։ Նույնիսկ առակացի ժողովողի մեջ կարծեմ չեմ սխալվում կա ասում է որ փնտրողը ինչ որ բան գտնում է ոսկի արծաթ, չէ՞։ Մենք էլի այդ տեղերը մի տեղ կա որ անցած անգամ էլ մենք ուշադրություն դարձրեցինք, մենք դրան կանրադառնանք, բայց հիմա հարցը գիտեք ինչի մեջ է։ Երբ որ մենք եկեղեցի ենք գալի ու մակերեսային վերաբերմունք ունենք Տիրոջ հետ, խոսքի նկատմամբ, մեր կյանքում հենց առաջի եկած փորձությունից մենք գայթակղվում ենք։ Բայց ես մտածում էի, որ Աստված իմ կյանքը երաշխավորել է, բայց ես մտածում էի, որ փորձությունները կլինեն, ես կազատվեմ։ Այո, Հիսուսն ասեց, փորձությունները կգան։ Բայց հետո ինչ ասում։ Ով կհամբերի, ով կմտորի։ Համբերության մեջ գիտես, եթե մտորումը բացակայում է, նշանակում է դու մակերեսային քրիստոնյա ես։ Իսկ երբ որ խնդիրը գալիս է ու դու ասում ես Տեր իմ Աստված, ի՞նչն է խնդիրը։ Ու Աստված սկսում է քեզ այդ բաներ խոսել, որը քեզ խորացնում է դեպի քանդելու, հասնելու իրական արմատին։ Միջև մենք չհասնենք իրական արմատին, սիրելիներս, մեր հոգևոր կյանքը լինելու է քամու պես տանվող, բերվող։ Ինչպես որ Հակոբոս առաքյալն ասում է, թող մեկը չկարծի, որ Տիրոջից ինչ որ բան կսպասի կամ կստանա, որովհետև նա նմանեցնում է ծովի ալիքներին։ Խփում ես ափին, խփում են ափին։ Այսինքն քո միտքը գնացովի գալացովի է, բայց Աստված ուզում է որպեսզի մենք իր հետ հարաբերությունները խորացնենք։ Տեսեք կենդանին անգամ գիտակցում է իր ապահովությունը, իր աճը, ժառանգությունը, իր ձվադրումը, որ կատարում է ժայռի վրա է անում։ Դա հիմնականում կան բոլոր կենդանիներ, որ տարբեր տեղեր են իրանց բները դնում, նույնիսկ կենդանիներ կան, որ հենց որտեղ մտնում են տեղը քնում են, ես չգիտեմ վագրը, ասենք առյուծը, թագավորական տենց կենդանիներ են, իրանք բույն ունենան, չկա, իրանք ծառի տակին պարկում են ու տենց Աստված իրանց ստեղծել, բայց արծիվը մի տեսակ ուշադրություն է ուզում դարձնել խորացնելու մեր բունը դնելու ճիշտ տեղը, այսինքն հիմքը, որովհետև Հիսուսը ինչ ասում։ Հիսուսն ասեց, նա ով կլսի, կհնազանդվի, ինչ կանեմ, նա իր տունը կկառուցի ժայռի վրա, որ եթե հանկարծ խնդիրներ լինեն, այդ խնդիրները ոչ մի ձևով քո վրա չի կարող անդրադառնա։ Բայց եկեք Ղուկաս ավետարանի այն խոսքը, որ ես հիմա ասում եմ, թող ինքը հաստատի նույնպես, ասում է, նման է տունը կառուցող մի մարդու, որը հողը փորեց ու խորացրեց,
Ստեղ այս խորը բարի վրա մի քիչ եկեք խորանանք սիրելիներս, եւ ինքը ժայռի վրա դրեց։ Այսինքն նա այնքան իջավ, որ այնտեղ գտավ իր հիմքը։ Մենք ասում ենք, եթե ժայռ չի տակը, խոշոր քարեր չեն, մեր լեզվով ասած հասնում են հիմնական հողին։ Այսինքն ամեն հող ունի շերտեր։ Հատկապես սեյսմոլոգները, երբ որ շենքը շինարարությունը սկսում են, իրանք հատուկ ռակուրսներ ունեն ու ուզում են, որպեսզի երկրաշարժներ եւ նմանատիպ բաների դեպքերում ինքը ոչ թե ալիքի տակ փլվի, այլ որ այդ բարձր սեյսմիկ գործողությունների ժամանակ ինքը գոյատևի։ Իսկ սրա համար ինչ են պետք։ Խորը հիմքեր, հասնել են հիմնական նպատակին, որտեղ ինքը ապահով ամեն ժամանակ։ Դրա համար ես օրինակ բերեցի մեր շենքի համար, որ մի այս կողմը ժայռի վրա է կառուցված, այս ինձանից աջ կողմը հատուկ կոնստրուկցիաներով հավաքված է, բայց Փառք Տիրոջը բոլորը շատ ամուր ու ապահով է։ Նենց որ դու շատ ամուր ու ապահով ես նստած, բայց այս ամրությունը դեռ հաստատ չի այնքանով, որքան որ մեր ներսում այդ ամրությունը հաստատվի։ Դրա համար մեզ ինչ է պետք հնազանդվել ու խոնարհվել։ Եվ շարունակումը, երբ հեղեղը եկավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված։ Ինչքան դժվարություններ ենք, չէ՞ մենք վերապրել այս շենքով։ Ու մենք կանգ ունենք, բայց նա ով որ լսում է եւ չի կատարում, նման է մի մարդու, որ տունը կառուցեց ուղղակի հողի վրա, առանց հիմքի։ Սիրելիս, իմ ու քո հիմքը Հիսուս Քրիստոսն է։ Եթե դու ինչ որ բան ես որոշում ու Հիսուսը քո կյանքում բացակայում է, կամ եթե ինչ որ բիզնես ես ուզում դնես, կամ ինչ որ մի ծրագիր ես անում, դու Աստծուն ասում ես, Տեր, դու այս ամենից չես հասկանում, հենց այդտեղ քո սխալը գալիս է։ Շատ անգամ մենք այդ սխալները թույլ ենք տալիս։ Ինչի համար, որովհետև մենք չենք մտածում, որ այս ամենի ճարտարապետ ու այս ամենի սկիզբը դնողը հենց ինքը Աստված է։ Իսկ մենք ասում ենք, Տեր ջան, մենք ավելի շատ ենք հասկանում, որովհետև այն մյուս համարի մեջ փայտը, եղեգը, ոսկին, սրանք ինչ խորհուրդ ունեն։ Ոչ քո ոսկին կարա քեզ ինչ որ բանով օգնի, ոչ քո փայտը, բայց այն հիմքը, որ դրված է առաջնային Հիսուս Քրիստոսի վրա, նա պտուղ կարա տա։ Եվ շարունակենք։ Երբ հեղեղը եկավ, գետը խփեց տանը, բայց չկարողացավ շարժել, այն որովհետև լավ էր կառուցած, բայց նա, ով լսում է եւ չի կատարում, նման է մարդու, որ տունը կառուցում է հողի վրա, առանց հիմքի։ Գետը խփեց եւ այն իսկում փլվեց եւ այդ տանը կործանումը մեծ եղավ։ Ղուկաս 6:46-47-ում ասում է. «Եվ ինչու եք ինձ Տեր, Տեր կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Ամեն ոք, ով ինձ մոտ է գալիս եւ իմ խոսքերը լսում եւ դրանք կատարում, ցույց կտամ ձեզ, թե ում է նման»։ Եվ մեզ ում է դա նմանեցնում, սիրելիներս։ Իմաստուն ճարտարապետի պես։ Դուք չգիտեք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք, Հռոմեացիս 6:16, նրան հնազանդվելու ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք, թե մեղքին, որ դեպի մահ է տանում, եւ թե հնազանդությանը դեպի արդարությանը։ Հիսուսն ասեց. լավ եք անում, Տեր եք կանչում, բայց դուք ձեր չար ծրագրերով, չար մտքերով ում եք կանչում, ձեր սատանա հորը։ Ուրեմն սիրելիներս, այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, թե այս խոսքի արմատը ինչից է բխում։ Այս խոսքի արմատը բխում է հիմքը Հիսուս Քրիստոսն է։ Եթե այսօր յուրաքանչյուր հավատացյալ մոռանում է
անգամ մի վարքյան, որ իր կյանքի ամեն ժամանակ Աստված է տնօրինում, ուրեմն նրա ալիքները գալով անպայման իրանից ինչ-որ բան կխլեն, ինչ-որ բան կգողանան, որովհետև սատանան գողի պես է գալու, որովհետև նա գալու է փչացնելու, կործանելու, կորցնելու, ամեն ինչ անելու է, որ մեզանից տանի այն ինչ-որ Աստված ձևավորել է։ Դրա համար մեզ պետք է սիրելիներս, որ մեր հարաբերությունը Աստծո հետ խորացնելու։ Մակերեսային քրիստոնյան նման է, գիտեք, ծովի ալիքների փրփուրներին, որ ինքը հա, այտենց ժամանակավոր գեղեցիկ բնույթ է կրում, բայց իրական ադամանդը ծովի խորքի մեջ է պահկված։ Այդպիսի մի հատ գրող կա, հայ, շատ նմանացնում է, ու ես էլ հիշեցի այդ տեղը, ու շատ էլ նմանացնում եմ այն քրիստոնյային, ով իր հարաբերությունը չի խորացնում, որովհետև ամեն անգամ մեր խորությունը, հարաբերությունը խորացնելով մենք նոր բաներ կբացահայտենք։ Տեսեք, ես մի քիչ առաջ աղոթքի ժամանակ ասեցի երեցները ինչի համար էին ամբողջ 24 ժամը, թեկուզ երկնքում չկա ժամանակ, բայց ամեն վարքյան, ամեն րոպե փառավորում էին, ամեն անգամ, երբ որ նրանք խոնարհվում էին, նրանք մեծարում էին ու գլուխները բարձրացնում, Աստծուն տեսնում էին մի նոր պատկերի մեջ, մի նոր փառքի մեջ, ու Աստված անընդհատ փոխվում է, անգամ հրեաները, երբ որ տեսած կլինենք լացի պատի մոտ անընդհատ շարժման մեջ, հարցնում ես ինչն է պատճառն, ասում է Աստված շարժվող Աստված է։ Եթե Աստված շարժվող Աստված է, ուրեմն սիրելիներս, մենք մի բան պիտի հասկանանք, որ մենք է պիտի շարժվենք։ Մի մակարդակի վրա մնալով մենք ոչ մի բանի չենք հասցնի։ Գալիս են տարիներ են անցնում, ժամանակներ են անցնում ու տեսնում ես այդ մարդու կյանքում ոչինչ չի փոխվել, որովհետև իր խորությունները Աստծո հետ չի հարաբերությունը խորացրել։ Ուղղակի ինքը մակերեսային քրիստոնյա է։ Ինքը ուղղակի առավոտը աչքերը բացում ասում է այսօր ինչ համար կարդամ ու ասեմ քեզ շատեր Աստվածաշունչը գուշակության են ենթարկում, թերթեմ ու այս համարն ասեմ ու տեսնեմ ինձ ինչ է ասում ու ինչ է փոխում քո կյանքում, եթե չի փոխում, ուրեմն դա իրականում գուշակություն է, դու Աստծուն օգտագործում ես քո սեփական գուշակությունների համար։ Իսկ եթե դու խորացող քրիստոնյա ես, այդ օրը դու մի բան պետք է հասկանաս, որ Աստված քեզ տվեց, քեզ իմաստություն տվեց, այս բառի բացատրությունը դու հասկացար, առաջ ուրիշ էիր հասկանում։ Ինչքան քրիստոնյաներ կան, որ իրանց հետ շփվում ենք, խոսում ենք, զրուցում ենք, ասում է Հովիվ ջան, գիտես այս վերջերս մի տեղ եմ կարդում, գիտես այդ տեղը քանի անգամ կլեմ կարդացած, ասում եմ լավ գիտեմ, որովհետև սեփական օրինակից եմ հասկանում, որ դա այդպես է, ասում է մի նենց հայտնություն եմ ստացել, գիտես սա ինչից է տեղի ունեցավ, որ մի փոքր խորացար, մի փոքր իջար, մի փոքր կարողացար կտրվել քո առօրյայից, կտրվել հեռախոսային համացանցի աջակցություններից, որը որ քեզ ամբողջ օրը բավարարում է, օրդ զբաղացնել, սկսած ինձանից ավարտված բոլորից, բայց մինչև մենք մեր խորությունը չխորացնենք, սենես, միգուցե, այս վերջերս մեր հովներից մեկին մի շատ լավ հարց տվեցին ու շատ լավ պատասխան, վերջի օրերը երբ է Հովիվ ջան, ասեց ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, այդ վերջի օրերն եկել է ու մի բան էլ անցել է։ Ու ես համամիտ եմ, որովհետև իրոք եկել է ու անցնում է դա, ու մենք ոչ մի բան չենք նկատում։ Հիշեք կորոնայի ժամանակ, վտանգն եկավ, բոլորը սարսափի մեջ էին։ Աստված պատկերացնում էր, երբ որ խնդիրը կգար, եւ դու կկանգնեիր, կասեր Հիսուս Քրիստոսի անունով, ու շատերին խփեց ու տարավ։ Եկեղեցին չեմ ասում սարսափի ու ահի վախի մեջ էր։ Սիրելիս, այսօր ժամանակն է, որ մենք խորապես կանգնենք։ Սա նշանակում է ապաշխարություն, մտափոխվել, կանգնել, հետ դառնալ, որոշում կայացնել եւ այդ որոշումները հաստատուն լինի, թե չէ իմ ու քո աստվածպաշտությունը ոչ մի կշիռ չի ունենալու։ Դանիելի երազը, հիշում եք Դանիելի մեկնությունը,
թագավորին։ Մանե թեկեղ ու փարսի։ Մանեն քո թագավորությունը կշռվեցավ եւ պակած գտնվեցավ։ Միգուցե Աստված նույնպես մեզ հետ այդպես վերաբերվի։ Միգուցե Աստված մեզ հետ այդպես վերաբերվի, բայց մենք ասում ենք հավատացյալ ենք, մենք ուխտ ենք արել։ Աստված այո գալու է ուխտավորների հետևից։ Նրանք ովքեր ուխտի մեջ են, նրանք ովքեր ժամ վարկյան անգամ իրանց ուխտը չեն ժրխտում, ապրում են իրանց ազատ կյանքը, վայելում են այս ամեն ինչը, որովհետև այս երկինքը լցրել է հենց ինքը Աստված։ Շատ լավ ասեց, որ քո ոսկիով, գումարով Աստծուն չես զարմացնի։ Գիտես խի, որովհետև այդ ադամանդը, զմրուխտը, ոսկին, պլատին, չգիտեմ ինչ, հանքանյութեր ուզում ես ասա, ստեղծողը Աստված է։ Ինչ ուզում ես արա, դու իրան չես զարմացնի, բայց կա մի տեղ, որ Հիսուսին զարմացրեց հենց այդ կնոջ հավատքը։ Եվ այն կնոջ հավատքը, որ ասեց, ես Իսրայելի մեջ չտեսա այսպիսի հավատք։ Իսրայելը դա հոգևոր խորհրդանիշն էր, այն ազգն էր, որին որ Աստված հայտնվեց եւ առաջնորդեց ու երևույթը չէր նրանց առաջնորդում։ Ֆիզիկապես նրանք տեսնում էին։ Ֆիզիկապես այդ կրակը տեսնում են, որ իրանց արջևով գնում է։ Ֆիզիկապես տեսնում են, որ Աստված Մովսեսի հետ է, Մովսեսը խփում է ժայռին եւ ժայռից ջուր է բխում։ Մովսեսն աղոտ քանում երկնքից մանանա է թափվում։ Սրանք հոգևոր թեկուզ իմաստ ունեն, բայց ֆիզիկական բաներ էր որ կատարվում։ Բայց եկա մի ժամանակ Հիսուսը իրանց այդ հեգնանքով էր վերաբերվում։ Այսօր սիրելիներս Աստված, Հիսուս Քրիստոսը Սուրբ Օգին շատ քրիստոնյաների հետ նույնպես վարվում են փարիսեցիների, սադուկեցիներ, նրանք ովքեր որ գիտեն խոսքը, բայց չեն ապրում, նույնպես հեգնանքով է վերաբերվում։ Թեկուզ եւ Աստված բոլորին սիրում է։ Բայց եթե այսօր դու քո իրական կոչումը կորցնում ես ու դու ասում ես ես ամեն ինչ գիտեմ, ես նորից ասում եմ, տառը կսպանի, հոգին կկենդանացնի, իսկ իմ ու քո խորությունը խորապես իշնելը մեծ նշանակություն կունենա հետագայում մեր անելիքների մեջ։ Սիրելի եկեղեցի, հիմնականում մեր գործողությունը կատարվում է այնպես, որ մենք պետք է ունենանք մեր սրտի անկյունները, որտեղ որ Աստված ամեն րոպե սպասում է, թակելու։ Գիտես, ես չեմ ասում, կար մի ժամանակ, որ մարդիկ երկար ծոմեր էին պահում, Տերը օրհնի, շատ լավ է, մարդիկ երկար աղոթում են, շատ լավ է, բայց նորից եմ ասում, եթե այդ քո ծոմը եւ քո այդ աղոթքը քո մեջ հպարտություն է բարձրացնում, դու ոչ թե արել ես քո հոգու փրկության համար, դու արել ես ինչ որ մեկին ասելու, որ ես այս բանը արել եմ, սա նույնպես կեղծավորություն է, ես ուզում եմ, որ մենք սրա վրա ուշադրություն դարձնենք, բայց բոլոր դեպքերում, եթե նույնիսկ դա արել ես, շարունակի ուղակի մի բան կա տեղերը փոխի, ասա Տեր, եթե միջև հիմա սենց եմ արել, հիմա փոխում եմ, որպեսզի իմ ստատուս ավելի մեծանա, ավելի զորանա, որ ոչ թե ես դառնամ Այն փարիսեցու պես, որ ինչ լավ է, որ ես սրա նման չեմ, բայց նա ասում է իրա կուրծքը ծեծում էր, ասում էր ներիր մեղավորիս։ Այ Աստված այդպիսի սեր ու հարգանք է ուզում, այդպիսի հավատք է ուզում, որը որ կզարմացնի։ Հիսուսին ինչը զարմացրեց։ Հիշում եք այն կինը, որ եկավ ասեց երեխաս հիվանդ է, ասեց արժան չի, որ երեխեքի հացը վերցնել եւ տար շներին եւ նա մի հատ հակառակ պատասխան տվեց, որը որ զարմացրեց Հիսուսին եւ շներն էլ իրանց տերերի սեղանի տակի շրանքներից են։ Այսինքն ամեն դեպքում գիտես ինքը ինչ ուր կանգցեց, որ Հիսուսը փախնելու տեղ չուներ, կարելի ասած։ Ասեց ես ինչ կին է, ես Իսրայելի մեջ այսպիսի հավատք չտեսա։ Սիրելիներս, կա որ ձեր մեջ նմանատիպ ճկուն մտածելակերպ ունի։ Երբ որ Հիսուսի հետ հանդիպում ենք, ինչ որ խնդրի շուրջ, ինքը գալիս է, մեկը մեզ հետ խոսում է նա։ Ու մենք նման վերաբերմունք ու նման արտահայտություն չանենք,
Մեր հավատացեք, մեր կյանքում ոչ մի բան չի փոխվի։ Իսկ փոխվելու համար դու պիտի խոնարհվես, իջնես խորությունները հասկանալու, որպեսզի հասկանաս, թե որն Աստծո հիմնական նպատակը։ Ասում եմ, մակերեսային քրիստոնյան միշտ նրանք են, ովքեր որ սենց երևույթով են իրավիճակները կշռադատում, բայց խորացող մարդը հասնում է իր նպատակներին։ Առաջի Կորինթացիս 3:10-ից մենք անցած կիրակել ենք այս համարները ուսումնասիրել եւ Աստծուց ինձ տրված շնորհքի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա։ Իհարկե սա հասկանալի է, շատ պարզ օրինակով եղբայրը մեկնաբանեց, որ կար մի ժամանակ, որ մեր եղբայրները եկան, հիմքը դրեցին, ասեմ ես այդ կատլավանում, որ աշխատեցի, ես շենքի ավարտական թույլտվությանը նույնիսկ չեմ հասել։ Սա շատ նման է, որովհետև ավելի կեղտոտ գործն անում է մեկ ուրիշը, փոխանցում է մեկ ուրիշին։ Այն մեկ ուրիշը փոխանցում է մեկ ուրիշի։ Սրանք աստիճանաբար են։ Միգուցե եւ կգա մի ժամանակ, ես էլ իմ էստաֆետը կտամ մեկ ուրիշին։ Սա է կյանքի իմաստն ու նպատակը, սիրելիներս։ Եվ Պողոս առաքյալը սրա մասին շատ լավ խոսք ասում։ Բայց հիշեք, շարունակության մեջ ասում է, բայց թող ամեն մարդ զգույշ լինի, թե ինչպես է կառուցում։ Բայց թող ամեն մարդ զգույշ լինի։ Պատկերացնում ես, սկսած, երբ որ ասեցինք հով գորից սկսած միջև այսօր, ինչ շինություններ ա գնում մեր հոգևոր կյանքում, չէ՞։ Ինչ քարոզներ ա տրվում, կա լավ քարոզ, կա ավելի լավ քարոզներ, կա ամենաբարձր քարոզներ, բայց մեկ է եկեղեցին այդ քարոզներից ինչ ա քաղե, ինչ ա սովոր է, սա արդեն կխոսա հետագայում, թե դու ինչ քրիստոնյա ես հանդիսանում հասարակությանը, թե քո հետևից ասում են, ես են բարկացող կինն ա, մեր լեզվով լորվա բարբարով, որ ասում են, ես են ամբարշմաս, այսինքն, որ ոչ մեկ էլ յոլա չի գնում, կրվար արա, ում հետ, բայց ինքը քրիստոնյա, եկեղեցի ա գնում, պարտաճանաչ, 11-ն ա, թե 12-ն ա, երբ ա իրան ծառայությունը ինք առաջնային, գիտես, 35 տարի առաջ, ես մի հետաքրքիր լուր լսեցի, գիտեք, որ երրորդ տաճարը պիտի կառուցվի Իսրայելում, ով գիտի, ոչ բոլորդ, ասեմ, որ երրորդ տաճարը պիտի կառուցվի, և ընտեղ մենք գիտենք ով ա գալու և այլը, բայց սրա մասին չի, գիտես ինչն էր հետաքրքիրը, տաճարը կառուցելու պլանը երբ որ սկսեց մշակվել, իհարկե միգուցե դա մի 30 տարի առաջ ա մշակվել, բայց ես ասում եմ 30-25 այդ տարիների ընթացքում այս խոսույթ, այս արտահայտությունը մի քիչ հասարակությանը հասանելի դարձավ։ Բոլոր փողատեր, միլիոնատերները տաճարի առաջին նստարանները մեծ գումարներով արդեն առած ա։ Դուք պատկերացնում եք, ինչ անհեթեթություն, սա այնքան նման է այսօրվա մոլորված քրիստոնյաների, մտածում են իրանց փողը ոսկին, ինչ որ իրանց կյանքի մեջ հարց կարա լուծի, ոչ սիրելիներս, հազիվ թե հասցնեն այդ մարդիկ այդ տաճարի մեջ նստեն, որովհետև 3 տարի ու կեսից հետո սկսելու ամենամեծ խայտառակությունը, բայց միջ այդ սիրելիներս, մենք գիտենք այդ ճշմարտությունը, մենք ինչի չենք գնում այդ քայլերին, որովհետև իմանում ենք, ինձ որտեղից ենք իմանում, լսելուց, լսելը որտեղից, խոսքից, Աստծուց, և մեր մեջ ինչա ինստինքտյան բարձրանում, հավատք, Փառք Տիրոջը, որ քո հավատքը բարձրանում է, ու սկսում ես ծիծաղել, ու ասում ես, լավ, այս մարդիկ ոնց են մտածում, չէ, իրականում, որովհետև այդ գումարները ներդնելու և այդ տաճարի առաջնային են լավ տեղերը, թեկուզ և մեծ գումարներով արդեն առած է, արդեն կարելի ասած դեռ կինոթատրոնը չկա, բայց այդ առաջի երկրորդ, երրորդ տեղերը մեծ գումարներով առել են,
կամ այսինչ մարդու համերգը դեռ չի սկսե, արդեն առաջ երկրորդ, երրորդ տեղերը առված է։ Սա աշխարհիկ մտածելակերպ է, չէ՞։ Դրա համար ոսկին արծաթը ոչ մի նշանակություն չի ունենալու, սիրելիներս։ Հիմա մի փոքր մանրանանք տունը ինչա նշանակում։ Տունը կյանքն է եւ նրա հավատքը, բնավորությունը, ընտանիքը եւ որոշումները։ Տունը մարդու կյանքն է եւ նրա հավատքը, բնավորությունը, ընտանիքը եւ որոշումները։ Կարաս ասես, որ այս ամեն ինչը մարդու էության մեջ է։ Կարաս ասես, որ այս հավատքը, բնավորությունը, ընտանիքը, որոշումները, սրանք մեկը մյուսին հակասում են, թե լրացնում են, սրանք պիտի լրացնեն, սիրելիներս։ Եթե ուզում ես ժայռի վրա հաստատել, կին-ամուսին հարաբերություն, երեխաներ, ես մի հատ կարճ օրինակ բերեմ, իրական ընտանիք, երեք մեր տուն, որ մտնեիք, մի հետաքրքիր պատկեր էր։ Երեք երեխաները այնպիսի միջավայր են ստեղծել, որ հյուրասենյակ մտնել հնարավոր չէր։ Բայց ծնողների ըմբռնումը ընչում է կայանում։ Երեխեքին պատերով տալը, չէ, որ ըմբռնումով մոտենան եւ թողնեն երեխեքն իրանց մանկությունն անցկացնեն։ Կեղծ մաքրասերներ կան, տունս քանդեց, տունս ավիրեց եւ այլը, լսի, քո տունը երկնքում է, քո տունը թող երկնքում կառուցի, իսկ թողեք այդ երեխեքը իրանց մանկությունը վայելեն, չեմ ասում ավիրեն, դա էլ ծայրահեղություն է, ես ծայրահեղության մասին չեմ ասում, սիրելի համացանցով դիտողներ, պարզապես ես խոսում եմ փաստացի եմ բաների խոսքի վրա, որ ձեր ուշադրությունը ոչ թե կենտրոնացրեք ինչ-որ բաների վրա, որ իմաստ չունի, այլ կենտրոնացրեք այն բաների վրա, որ կարելի է խաղաղություն գտնել, որպեսզի այդ ընտանիքը չքանդվի, ամեն։ Եվ երկրորդ բանը, ժայռը, Քրիստոսը եւ ու նրա խոսքն է։ Տունը կառուցելը Քրիստոսի խոսքը ոչ թե միայն լսելն է։ Մենք շատ անգամ հիմա լսում ենք։ Ես շատ անգամ հիշում եմ ստեղից, երբ որ քարոզվում էր, ու ես անպայման շեշտում էի, ասում եմ ժողովուրդ դուք ինչ չեք լսում։ 10 րոպե, 20 րոպեից հետո, երբ որ ծառայությունը ավարտվեց, դուք անելու եք այն, ինչ որ ես հիմա խոսում եմ։ Ժողովուրդ, չգիտեմ, ես թե մարգարեանում էի, թե դա իրականությունն էր, չեմ ասում, որ մարգարեանում է, բայց իրականությունն էր, ծառայությունն ավարտվում էր, ու պարզվում էր, որ երկու հոգի վիճաբանում են հենց այդ հարցի շուրջը, ոչ թե այդ իմ ասած, այլ խոսքին վերաբերվող, որի այդ օրվա թեման հենց դրա մասին էր։ Այսինքն նշանակում է, որ ոչ միայն լսել, այլ լսածը կատարել։ Կա մեկը, որ կար ասի ամեն։ Փաստորեն շատ չի այդքան էլ կպչում ձեզ խոսքը։ Քրիստոսի խոսքը ոչ միայն լսելն է, այլ եւ գործնականում ապրել։ Գիտես, քրիստոնյաները պիտի ապրեն դա։ Եթե չապրես, շարունակումը, անձրևը, հեղեղը եւ քամիները, սրանք արդեն ուրիշ վերնագրեր են։ Կյանքի փորձություններն են, նեղություններն են, գայթակղություններն են։ Հիսուսն ասել չէ, կգան գայթակղություններ։ Վերջերս խոսում ենք մեր հովներից մեկն ասեց մեր մոտ կարելի ասած ծառայող եւ գայթակղվեց իր այդ մի 12 մարդ տարավ։ Այսինքն սա ամեն տեղ կարա լինի։ Այն քրիստոնյան, որ եկեղեցի է գալու, ինքնա հավանության մեջ է,
ու հովիվի ասած խոսք իր համար նշանակություն չունի, դու երբեք նրան քեզանից չավել դասես։ Կարա նույն բանը սատանան քեզ հետ անի, եթե դու Տիրոջ խոսքին հնազանդվես ու քեզ բարձրացնես շատերից, ու հիմնականում հարցը սա էր, որ իրան մենք շատ հնարավորություն տվինք, իմացավ ինքը իր վրա կարա շատ բան վերցնի։ Հիշում եք Արուսյակը որտեղից ընկավ ու ինչ բնավորությունից ընկավ, ինքը փառաբանության ավակ էր, Աստված տվել էր ամեն իշխանություն ու հմայվում էր, ուրախանում էր, ինքը առավոտյան պայծառ աստղներ, բայց ասում է ինքը իր սրտի մեջ չի գրված, բայց որտեղ կարար երկնքում, եթե ոչ իր սրտի մեջ, հպարտացավ եւ ուզեց իր աթոռ ավելի բարձր դնի։ Եվ ինչ արեց Աստված։ Գցեց, որպեսզի մենք չմտնենք այդ հպարտության մասին եմ խոսում։ Հասնենք այդ իրավիճակները, ուրեմն սիրելիներ, ժամանակին հետ կանգնենք։ Կյանքի փորձություններն են, նեղությունները, գայթակղությունները եւ հոգեվոր փորձությունները տան չփլվելը Աստծո խոսքի վրա հիմնված կյանքի հաստատությունն է։ Գիտես, եթե քո կյանքում նույնիսկ ինչ որ առումներով բաներ են տեղի ունենում, կան քրիստոնյաներ, որ Տիրոջից խոսք ունեն, խոստմունք ունեն, կան մարդիկ, որ իրանք կոնկրետ Տիրոջից խոստմունք ունեն։ Գիտեք, այդ խոստմունքից սատանան վախենում է։ Ափսոս, որ 3-4 հոգի բարձրացուց, բայց սա մեր իրականությունն է։ Իրականում գնացեք Տիրոջից խոսք ուզեք, ձեր ցանկացած հաջողությանը, կյանքի հետ կապված, երբ որ դժվարությունները, խնդիրները գան, ասես Տիրոջից ես խոսքը ունեմ ու ինձ Տերն ասել է, ինչ ինքը խոստացել է, նա ավարտին էլ կհասցնի։ Իսկ երբ որ մենք չունենք, ինչ հիվանդություն ասես, ինչ քամիներ, ինչ փոթորիկներ գան, խփեն ու այդ տան կորուստը մեծ է լինելու։ Հիսուսն ասեց, ես եմ այն ժայռը, որի վրա հիմնված է եկեղեցին։ Ոչ թե Պետրոսն էր։ Պետրա հենց քարը նշանակում, քարը այն հիմքը, ժայռը, որ դժոխքի դռները չի կարող հաղթել։ Ուրեմն սիրելիներս, ինչքան մեր հարաբերությունը Աստծո հետ խորացնենք, այնքան մեր առավելությունը կարձանագրվի մեր օգտին։ Եվ որ տունը կառուցեց ավազի վրա, եւ փորձությունը եկավ, արդեն պարզա, տունը փլվեց։ Հիսուսը չի ասում, որ իմաստուն մարդը փորձությունից չի անցնելու։ Ես դրա մասին արդեն ասել եմ։ Սիրելիներս, ով ասել, որ մեր կյանքում չեն լինելու նեղություններ, կլինեն։ Հիսուսն ասեց, ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Հենց եթե ուրիշ տարբերակ չունենան, անպայման հավատացյալը որպես հավատացյալ, անպայման դրա վրայով կանցնեն։ Եվ երկուսի վրա էլ անձրև է գալիս, հեղեղը բարձրանում եւ քամիները փչում են։ Տարբերությունը հիմքի մեջ է, սիրելիներս։ Տեսեք, մեկը կար, որ ավազի վրա էր, մեկը կար, որ արդեն հիմք ուներ, խոսք ուներ։ Հիսուսն է մեր խոսքը, մեր հիմքը։ Եթե Հիսուսը կա մեր կյանքում, հիմքը կա, խոսքը կա, ուրեմն նշանակում ամեն բան կա։ Հովհաննես 1:1-ում սկզբում էր բանը եւ բանը Աստված էր եւ բանը Աստծո մոտ էր եւ շարունակենք։ Ամեն բան նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, սիրելիներս, ինչ որ կատարվում է մեր կյանքում, դժվարություն կլինի, հիվանդություն, մի վազեք ասեք, Տեր տեղյակ ես, Տերը տեղյակ է, Տերը տեղյակ է, դու ասա դու տեղյակ լինես, այ մեր վրա խաբար չկա, որ մենք տեղյակ չենք, այս սուր եկե, գիտես ես դուրը որ բաց լիովաս ես կմտնի, դուրը պտի փակես ու իրան փնտրես։ Այս հավատումը Հիսուսը շատ կարևոր բան է ասում, ճշմարիտ
Հավատքը միայն լսելը չէ։ Լսել, հավատալ, հնազանդվել եւ գործի դնել, գործադրել։ Մարդը կարող է շատ բան իմանալ Աստվածաշնչից, քարոզնել լսել եւ նույնիսկ ասել Տեր, Տեր։ Հիշում եք, որ իմ անունով շատերը կգան կասեն Տեր, կասիմ գնացեք մեկ կողմ, ես ձեզ չեմ ճանաչում։ Բայց եթե նրա կյանքը չի համապատասխանում Քրիստոսի խոսքին, հիմքը ավազի նման է։ Ամեն։